հասկանալի է, որ բանակի լեգիտիմությունը հիմնված էր Քեմալի ժառանգության վրա, Քեմալի շողության վրա, բայց միայն դրանով արդյոք կարելի է արտարացնել։ Ինքը որտեվ պատերազմող բանակ չէր, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Արդյոք այն այսպես ասած անկախության համար պայքարի շողքը այնքան երկար էր, որ եկավ հասավ մինչև 90-ական։ Ես կարծում եմ, այո, տես, բանակը թուրքական նաև բնականաբար կրթության միջոցով, քարոզչության միջոցով ներկայացվում էր Թուրքիայի զավակ, ով փրկեց երկիրը։ Այսինքն դա մի բանակ էր, ով քանդեց Սևրի պայմանագիրը, փրկեց երկիրը, սարքեց այս քարտեզը, այս տարածքով Թուրքիան, եւ նաև հետարքիր է թե բանակին ինչպես է ժողովուրդը դիմում թուրքական զինվորի հավաքական անուն կա մինչև հիմա Մեհմեդ թուրքական անունը իսլամական Մեհմեդ Չիկ, այդ Չիկը մոտարապես մեր այդ փաղաքշական իգն է, ինչպես ասում են, Արմենչիկ, նույնիսկ Մեհմեդ Չիկ եւ Մեհմեդ Չիկ տերմինը դարձավ թուրքական հասարակության կողմից բանակին ասվող եւ զինվորին ասվող տերմին։ Եվ չէ, որ երբեմն նույնիսկ բանակ չէ, ասում են Մեհմեդ Չիկը սա արեց, Մեհմեդ Չիկը նա արեց, Մեհմեդ Չիկին պետք է գուրգուրել եւ այլն։ Այսինքն Մեհմեդ Չիկ ասելով ստացվում էր, որ դա մեր զավակն է, մեր տղան է, մեր Մեհմեդն է, հետեւաբար նրա դեմ նույնիսկ ընկալման մեջ քայլ անելը դժվար է։ Մի այսպես այդ քո ասած, այո, այդ հաղթանակի շողքը երկար էր եւ ուղեկցեց, բայց ընթացքում մի քանի հաջողություններ բանակը կարողացավ թուրքական բանակը իրականացնել, օրինակ Կիպրոսի մի հատվածի նվաճումը 1974 թվականին, այդ ժամանակվա մամուլը նայում եք, ելին այդպես է, Մեհմեդ Չիկը վերցրեց Կիպրոսը, Մեհմեդ Չիկը ազատեց Կիպրոսը, այսինքն դա միայն այն բանակը չէր, որ անդադ քաղաքական հեղաշրջումներ էր անում մեր քաղաքականության մեջ, դա նաև եւ վերջի հանգամանքի վերջո 1952 թվականից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր եւ թուրքական բանակը բռնեց զարգացման ուղի, այսինքն դա իրոք դառնում էր աշխարհի հզոր բանակներից մեկը եւ դա տեսանելի էր արդեն, այսինքն եւ տեխնիկայի առումով եւ այլն եւ հասարակությունը դա նույնպես այդ ամեն ինչ տեսնում ու այդ իր պատկերացումը բանակի հանդեպ ամրապնդվում։ Եվ նաեւ ես ուղղակի արաբական աշխարհի օրինակով գիտեմ, բայց ինձ թվում է նույնն է։ Բանակը երևի այդ աղքատ, այդ անատոլիական գյուղացու ընտանիքում ծնված երեխային շանս էր տալիս սրընթաց կարիերա անել եւ ազդել այդ ամբողջ։ Շատ լավ կարևոր հարց է տալիս, որովհետեւ բանակը փաստորեն էլիտայի բանը չէր, ինչպես ասենք, օրինակ չեմ ցարական Ռուսաստանի բանակում, չէ, գեներալներ բոլորը ազնվականներ էին։ Ծնված օրվանից գրանցում էին բանակում, միջև հասնում էին ցակայազներից։ Սա փաստորեն ժողովրդի բանակն էր, որովհետեւ գեներալը կարող էր լինել մի աղքատ անասնապահի որդի եւ ինքը Քեմալն էլ այդպես համարվում էր հասարակ ցակման ընտանիքի եւ այլն ու մյուս գեներալների մեջ էլ այդպիսի դեմքեր կային եւ դա այո դա փաստորեն անջրպետ բանակի եւ ժողովրդի մեջ որ սա ինչ որ էլիտար կառույց է մենք եւ այլն այդպիսի բան չկար